Պատվոգրեր ու խրախուսական պարգևներ ոչ օլիմպիական մարզաձևերի միության կազմում ընդգրկված ֆեդերացիաների մեդալներ նվաճած մարզիկներին ու մարզիչներին։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը խոստացել էր, որ մեդալներ նվաճած բոլոր մարզիկներն ու նրանց մարզիչները տարեվերջին կարժանանան պարգևների։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ձեզ, որ փայլուն հաղթանակներ եք գրանցել այս տարի, որը ի պատիվ մեր հայրենիքի է։ Ես որպես ձեզ հայրենակից, որպես ընկեր, որպես գործընկեր բարձրանում եմ դրանով հպարտանում եմ, մաղթում եմ ձեզ գալիք տարում, որ էլ ավելի մեծ նվաճումներ ունենաք, էլ ավելի մեծ հարթակներում հանդես գաք։ Սպորտը բացի այն, որ դա ֆիզիկական աշխատանք է, դա առողջություն է, սպորտը նաև ազգանվեր գործ է, քանի որ երբ որ մարզիկը գնում է եւ հաջողության է հասնում, հաջողություն է գրանցում, դա նաև իր հայրենիքի պատիվն է բարձր պահում, հայրենիքի հիմն է հնչեցնում, հայրենիքի դրոշն է բարձրացնում։ Մեր հայրենիքը այն երկիրն է, որ պետք է միշտ հաղթանակներ գրանցի։ Մեր միությունը ցույց տվեց, որ միավորվել են մի հարկի տակ եւ անում են ընդհանուր գործ, որը բերում է մեր երկրին, ինչպես պարոն Ծառուկյանը նշեց, պատիվ, հարգանք, հաղթանակ։ Ժորժան, ոչ միայն սպորտի ոլորտում, այլ յուրաքանչյուր ոլորտում մենք հաղթանակ ունենանք, դա մեզ այսօր օդի ջրի պես պետք է, որպեսզի մեր մեջքը ուղենք, գլուխներս բարձր պահենք։ Պարոն Ծառուկյանը այս արդեն մի քանի տարի է առաջ է քաշել մեր հասարակության մեջ, որ մեր համար ամենակարևորը ներքին համերաշխություն ունենալն է, երբ որ մենք լինում ենք միասնական, մենք յուրաքանչյուր ոլորտում, յուրաքանչյուր երկրում կամ ասպարեզում միշտ հաղթանակներ ենք տոնում։ Մինչև պարգևատրման արարողությունը ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանը հակիչ ներկայացնում է այս տարի իրականացված հսկայական աշխատանքն ու նվաճումները։ Միության կազմում ընդգրկված 19 ֆեդերացիաներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից այս տարի ընդհանուր 159 մեդալ են բերել, 57 ոսկի, 54 արծաթ եւ 48 բրոնզ։ Արդյունքը գոհացուցիչ է ու նախորդ տարվա ցուցանիշից 3 անգամ բարձր։ Խորին շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Ծառուկյանից այն աջակցության, օգնության, ֆինանսավորման եւ տարբեր ծրագրերի նախաձեռնությունների սատար կանգնելու համար, քանի որ պարոն Ծառուկյանի ներդրումը մեծապես նպաստում է մարզաշխարհի առաջընթացին, այդ թվում նաեւ մարզիկների հաջողություններին։ Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել նաեւ համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանից, քանի որ այս նախագիծը, ծրագրերը երբ որ իրականացվում էր, պարոն Ծառուկյանը Հովհաննեսը ինքը անձամբ այս նախաձեռնությամբ հանդես եկավ, որ տարեվերջում բոլոր մարզիկները, այդ թվում նաև մարզիչները պետք է պարգևատրվեն դրամական պարգևներով։ Պարգևատրվում են ավանդական կարատե, Հայաստանի քիքբոքսինգ, պրոֆեսիոնալ մուայ թայ, բասկամարտ ու կիոկուշին կարատե մարզաձևերը ներկայացնող մարզիկներն ու մարզիչները։ 5 ֆեդերացիաների մի քանի տասնյակ ներկայացուցիչներին պարգևները հանձնում է Հովհաննես Ծառուկյանը։ Կատարած մեծ աշխատանքի ու մշտական աջակցության համար պարգևատրվում է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Մշտապես ոչ օլիմպիական մարզաձևերի միության կողքին լինելու եւ աջակցելու համար պատվոգիր է ստանում նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության աշխատանքները սոցիալական հարթակներում հանրայնացնելու համար պատվոգիր է ստանում նաև Հայաստան-Արցախ երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը։ Պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի նախագահը խորհրդանշական նվեր հանձնեց ոչ օլիմպիական մարզաձևերի միությանը իրենց աշխատանքը գնահատելու եւ խրախուսելու համար։ Այս ամփոփումը իհարկե մեր մարզիկներին ել ավելի կողքեվորի, ել ավելին փորձել անել, ել ավելին ձգտել։ Պարգևատրումը, ասենց ասած, ել ավելի է մեծացնում պատասխանատվությունը, որ ավելի լավ պատրաստվենք, ավելի լուրջ վերաբերվենք ու փորձենք մնացած առաջնություններում էլ մեզ լավ ցուցաբերենք։ Մինչև տարեվերջ խրախուսական պարգևներ կստանան նաև միության կազմում ընդգրկված ու մեդալներ նվաճած մյուս ֆեդերացիաների մարզիկներն ու մարզիչները։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։